Երբ Քոչարյան Ռոբերտը հարգելի բարեկամներ ներկայացնում էր իր կառավարման վերջին տարիներին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո իմիջիայլոց Անդրանիկ Մարգարյանի մահից 40 օր անց մոտավորապես 40 օր անց մահափորձ տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի նկատմամբ զոհվեցին մի քանի մարդիկ եւ ամբողջ Գյումրին է 10 տարուց ավել խոսում ամբողջ Գյումրին է 10 տարուց ավել խոսում թե ով է եղել մահափորձի հեղինակը թե ով է եղել այդ այլանդակության հեղինակը թե ով է եղել մարտասպանության հեղինակը բնականաբար անցել է մոտավորապես 20 տարի եւ չկա որևէ մեկը դատված մի խոսքով երբ ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանը Սերժին որպես վարչապետ նա մի հետաքրքիր բան ասաց ես վստահ եմ որ այս կադրերը պահպանվել են հանրայինի արխիվում ասաց մենք չունենք պետական կառավարման համակարգում մեկը ով ունենա այնքան փորձառություն ինչքան Սերժ Սարգսյանը եւ ճիշտ էր ասում Ռոբերտ Քոչարյանը Սերժին վարչապետ նշանակելուց առաջ չի եղել Հայաստանի Հանրապետությունում երկրորդ մեկը ով կարողանա համեմատվել Սերժի հետ իր փորձառությամբ պարոն Ռոբերտ իր նենգությամբ, իր սրիկայությամբ, իր արծաթասիրությամբ, չկա երկրորդը։ Ռոբերտ Քոչարյանն ասում է միգուցե սխալ է եղել, միգուցե չէ սխալ է եղել, որ իրավահաջորդ է նշանակել, դու ոչ միայն իրավահաջորդ ես նշանակել, պարոն Ռոբերտ Քոչարյան, Քո կառավարման տարիներին կեղծվել են ընտրությունները, ընդհանրապես Սերժ Սարգսյանը 2 անգամ դարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ, 2 անգամ էլ կեղծված ընտրությունների բերումով, 8 թիվ, 13 թիվը ընդհանրապես խայտարակություն էր։ Դու ոչ միայն իրավահաջորդ ես նշանակել, թեպետ կարծում եմ դու այդքան 8 թվականին, 7 թվականին այդքան ուժ չուներ, որ քեզ իրավահաջորդ նշանակեիր Սերժ Սարգսյանը, դա եղել է կարծում եմ, սա ուղղակի ենթադրություն է։ Դա եղել է պարտադրված որոշում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ըստ էության երկիշխանություն էր, բայց դու կարող էիր անել մի բան։ Հայաստանի Հանրապետության համար չես արել։ Դու կարող էիր երաշխիք տալ, որ ընտրությունները կայացնեն արդար եւ ազնիվ։ Պրեզիդենտը ուզենալով հանդերձ, որ հաջորդ պրեզիդենտ լինի Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ պիտի գարանտիաներ տար, որ ընտրությունները անցնելու են արդար եւ ազնիվ, ինչը տեղի չունեցավ։ Եվ որը բերեց հանգեցրեց մարտի 1-յան ողբերգություններին։ Հիմա հարգելի բարեկամներ, 10 տարուց ավել, մոտավորապես 20 տարի, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի գլխավոր գործող ակտորներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, Սերժ Սարգսյանն է։ Եվ քանի դեռ կա այս անձնավորությունը, քանի դեռ այս անձնավորությունը պատասխանատվության չի ենթարկվել, քանի դեռ այս անձնավորության գործունեությունը չի կասեցվել, ամեն ամիս 100,000-ավոր դոլարներ է ծախսում մեդիայի վրա իր ուզած նարատիվները առաջ տանելու համար, եւ սա տարիներ շարունակ, քանի դեռ այս մարդկանց գործունեությունը չի կասեցվել, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան տեղի չի ունենա։ Վերջերս բորդյուրների մոտ էլի հարցազրույց էր տալիս, ասում է, դե ես անմիջականորեն չեմ մասնակցում ընտրություններին, այո, դու անմիջականորեն չես մասնակցում, պարոն Սերժիկ, Արման Թաթոյանն է մասնակցում, քո փոխարեն, Սամվել Կարապետյանն է մասնակցում, քո փոխարեն։ Եվ էլի բազմաթիվ, նույնիսկ մի ռադիկալ խոսույթով հանդես եկող ուժ կա, որի ցուցակը նայում էի, մինչև վերջերս սարսափում էի։
հրապարակայնորեն Սերժի անունով երթում տվող մարդիկ ցուցակի առաջին տասնյակում էին, երկրորդ տասնյակում էին։ Այդ մարդիկ ո՞նց էին հայտնվել ձեր ցուցակում, պարոն Վարդան Ղուկասյան։ Ղուկասյան Աննա կա, որը ձեր ցուցակում երկրորդ համարն է զբաղեցնում։ Հարցրեք Ղուկասյան Աննային, իր հայրը ինչ գործ է ունեցել Դադիվանքի հետ։ Եվ հարցրեք նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին։ Քանի միլիոն, քանի տասնյակ միլիոն դրամ է լվացվել Դադիվանքի միջոցով։ Եվ այդ աֆյորայի մեջ ինչ մասնակցություն է ունեցել Ղուկասյան Աննայի հայրը 2008-ից 2015 թվականներին ցուցակի երկրորդ համարում է։ Մի խոսքով այս օրինակները բազմաթիվ են, հարգելի ընկերներ, բազմաթիվ են ուղղակի։ Հայրը Սերժ Սարգսյանին անվանում է սուկա, տղան Արման Թաթոյանի ցուցակում։ Սերժ, դու ես երկրից ինչ ես ուզում։ Դու ինչ ես տվել այս ժողովրդին, որ չես կարող հետ բերել։ Էլի եմ ասում, այս վիճակը, որը ներկայացնում եմ, համարյա բոլոր ցուցակների մեջ է։ Համարյա բոլոր։ Մի քանի կուսակցություն վերցնես, մնացածը կազմվել են նույն տրամաբանությամբ եւ աշխատում են նույն նպատակի համար։ Ես ասել եմ, Նիկոլը վերակենդանացնում են Նիկոլին, Հայաստանի Հանրապետության այսպես կոչված օլիգարխները, Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը, նա կարգեց իրեն հակառակորդ այս երկու անձանց գլխավոր, որովհետեւ մարդիկ ատում են միլիարդատերերին եւ գաղափարական հակառակորդ կարգեց նաեւ դաշնակներին, որպեսզի կարողանա ժողովրդի վրա վաճառել այդ թեզը, խաղաղության կեղծ թեզը եւ կարողացավ անել։ Վերջերս Ալեն Սիմոնյանը ասում է, դե մենք ոչ մի բան չանենք, ձեզ եթեր տանք հերիք է։ Ճիշտ է ասում։ Հանրայինով հո ինձ եթեր չեն տալու, ձեզ են եթեր տալու, որպեսզի կարողանաք ձեր խոսույթի միջոցով դաշտ ստեղծել խաղաղությունը վաճառելու համար ժողովրդին, որ Նիկոլը կարողանա խաղաղության այդ կեղծ թեզը վաճառի ժողովրդին։ Հիմա սա է վիճակը, հարգելի բարեկամներ, Հայաստանում։ Եվ երեք չառաջի օրը եւ այսպես կլինի այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը պլյուս Նիկոլի լեգիտիմացմանը, Նիկոլի վերակենդանացմանը, այսպես ասենք, լցվել են նաև ամբողջ արևմտյան, այսպես ասած, կոլեկտիվ արևմուտքի պետությունների ղեկավարները։ Եվ դա տեղի է ունենում այն ֆոնին, երբ երևի այդ վերլուծաբանների, բլոգերների մի ստվար զանգվածը առավոտից երեկո ասում է, որ Նիկոլին Պուտինն է բերել իշխանության։ Նիկոլին Կրեմլն է բերել իշխանության։ Սերժ, քո մուտքը Ռուսաստան ինչու են արգելել, քանի տարով։ Ինչու են Ռուսաստան քո մուտքը արգելել։ Այս հարցին կպատասխանես օրերից մի օր։ Մի խոսքով, հայ ազգը ընկել է հայ ջոչերի լծի տակ, հարգելի բարեկամներ, որոնք կեղեքելով ազգը վարձատրում են ժուրնալիստների, էլի պիտի ասեմ բլոգերների, վերլուծաբանների, դեպուտատների, որպեսզի այս մարդկանց մոլորեցնեն, ապուշացնեն, որպեսզի շարունակեն այս մարդկանց ծխերի, ընտանիքների, առողջության, կյանքերի, ֆունդամենտալ իրավունքների հաշվին խումար խաղալ։ Ասում են վաղը թուրքը կգա, վաղը թուրքը կգա, վաղը 300,000 թուրք է գալու, 300,000 թուրք ադրբեջանցին, որ եկավ, պիտի գան ձեր մոտ։ Դասախոսությունները ձեր լսեն, թե ինչպես կարելի է հայ ժողովրդին նվաստացնել։ Ծառուկյան Գագիկ մտել ես խաղի մեջ, էլի եւս մեկ անգամ, եւս որի՞որդ անգամ են քեզ էլի բերում, այս թեմաների մասին դու պիտի խոսես։ Ես զարմանում եմ, որ այն թեմաները, որ ես բարձրաձայնում եմ, այդ թեմաների մասին հակն էլ չի խոսում։
Լևոն Զորաբյանն էլ չի խոսում, պարոն Լևոն Զորաբյան կամ Զուրաբյան չեմ հիշում։ Տեղեկություններ եմ տալիս, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ ժողովրդի վրա քշողների վարկերը, փոխառությունները Նիկոլ Փաշինյանը հետ չի արել։ Այս մասին դուք պիտի խոսեք, թե ոչ։ Ինչու չեք խոսում։ Հաջորդ անգամ, որ գնացիր 168-ի եթեր Սաթիկ Սեյրանյանի եթերում, հա, հələ սա ասա։ Չի կարելի, էլ չեն կանչելու։ Հետաքրքիր է էլի։ Հետաքրքիր է։ Մինչև ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասում, փորձառու Սերժ Սարգսյանի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չկասեցվի, այս վիճակից որևէ մեկը դուրս չի գալու։ Չի լինելու, հարգելի բարեկամներ, քանի դեռ կա այդ անձնավորությունը իր մետաստազներով Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան տեղի չի ունենալու։ Տեսնելու ենք մարդկանց, բացահայտվելու է մարդկանց իրական դեմքը, իրականում հասկանալու ենք, որ նրանք չեն եղել ուժեղ տղեկ, այլ եղել են ռագատկի քար, մշտապես, ինչպես որ հիմա է երևում, Սամվել Կարապետյան, ազգի փրկության մասին ես խոսում, դու հասկանում ես, որ ես մտել։ Ինչպես կարող է մեկը խոսի ազգի փրկության մասին, այս ողբերգությունների անդադար շարանը կանխելու մասին, բայց մի բառ անգամ չխոսի այն ամենի մասին, ինչ արել է Սերժը, ինչ անում է Սերժը։ Սամվել Կարապետյան, դու գետինը չես մտնում։ Հետաքրքիր է էլի։ Դու գետինը չես մտնում, քեզ թվում է, այս ֆարսը պիտի շարունակվի անվերջ եւ քեզանից պատասխան չեն պահանջելու։ Փաշինյան Նիկոլը իր ելույթներից մեկում ասաց հետևյալը, ասաց. Հայաստանի Հանրապետությունում մարդ կհասնի հաջողության, թե չի հասնի, կախված է նրանից, թե նա քանի անգամ կանցնի Սերժ Սարգսյանի թրիտակով։ Բացարձակ ճշմարտություն, բացարձակ։ Մեկ այլ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, երբ հավաքագրում էր ժառանգություն կուսակցության ներկայացուցիչներից մեկում, այսինքն փորձում էր հավաքագրել, ասում էր քո հաջողությունը ամբողջությամբ կախված է նրանից, թե դու ԱԱԾ-ի հետ կհամագործակցես, թե չես համագործակցի։ Չես համագործակցի, բոլոր դռները կփակվեն։ Ես հիմա արդեն գիտեմ դա ինչ է նշանակում։ Ես իմ մաշկի վրա եմ դա զգացել։ Ես իմ մաշկի վրա դա զգացել եմ, ես եւ իմ ընտանիքի անդամները։ Սուկաներ։ Իմիջայից այդ անձնավորությունը, որը պիտի անմիջապես դատվեր, նաև հասցրեց մի քանի օր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում աշխատել, այդքան որ սեր կար Նիկոլի եւ իր միջև։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում հաջողություն ունենալը եւ հաջողություն չունենալը որպես կանոն կախված է եղել նրա հետ այս քաղաքական կոնտեքստով եմ ասում, թե դու համագործակցել ես ԱԱԾ-ի հետ, թե չես համագործակցել ԱԱԾ-ի հետ։ Եվ այս մեծ ողբերգությունը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, այդ ողբերգության անկյունակարային ամենագլխավոր ստրուկտուրան եղել է ազգային անվտանգության ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության ներկայիս ջոչերի ճնշող մեծամասնությունը, հավատացեք ինձ, ազգային անվտանգության ծառայության գործակալներ են, մեկի անունը իմացաք, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյանը հրապարակեց, մեկը չի ասում Վանեցյան Արթուրին, Միքայել Համբարձումյանին, ներկայիս Անդրանիկ Սիմոնյանին, բանին են, Արգիշտիկ Հարամյանին, հեղափոխություն է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում, Վլադիմիր Գասպարյանի ընկերոջ տղային, Սանիկի տղային նշանակում են ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Այս ինչ ֆոկուս է։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, սրա մասին չի կարելի չէ խոսել։
Ես կխոսեմ սրա մասին, դուք կլսեք, բայց ուշադիր եղեք, հանկարծ մատներդ միամիտ լայքի կոճակին չկպնի, խնդիր մնթիրներ չլինեն, էլի։ Ինչպես ասում էր Ագնեսան, Արթուր ջան, կտրել են քո հարցազրույցի կեսը, որովհետև չէինք ուզում Միքայել Մինասյանի հետ խնդիրներ ունենալ։ Սա է, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտավայրը։ Եվ սա նկատի ունենալով ես ասում եմ, երանի այն օրը, երբ հայը կազատվի հայի կառավարումից։ Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայի ստեղծած այս ամորալ համակարգից։ Ես ձեր տիրոջ մերը